Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, եւ այսպես այսօր ես Facebook-յան եթերում եմ, մի փոքր սպասեմ, տեսնեմ այս ժամին միացողներ կան թե ոչ, եւ սկսենք մեր այսօրվա զրույցը միասին, մի շարք կարևոր հարցերի մասին, որոնք կարևոր են, որոնք պետք է փոխանցվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է իրազեկված լինի, իր երկրում ուրեմն կատարվող իրողությունների հետ կապված, որոնք կարևորագույն նշանակություն ունեն եւ ռազմավարական նշանակություն ունեն ապագայի համար, եւ քանի որ մեր հայաստանյան այսպես մեդիա դաշտը ցավոք քաոսային վիճակում է գտնվում, սա լուրջ խնդիր է, ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր է, եւ 100-ից ավելի կայքեր, հեռուստաընկերություններ, կամայական սկզբունքով, քաղաքական նպատակահարմարի երեկո առաջին միացողին, ուրեմն ես խոսում եմ այն մասին, որ մեր երկրում ուրեմն ռազմավարական նշանակության ուրեմն իրադարձություններ են տեղի ունենում եւ տեղի ունենալու ապագայում, եւ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը որպես պետական ամետ ուժ եւ Եռագույն դաշինքը որպես պետական ամետ ուժ հարկ է համարում ձեզ հետ սիրելի հայրենակիցներ զրուցել այդ հարցերի շուրջ։ Հիմա մեր մեդիա դաշտը քաղաքականացված է եւ յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանում է ըստ իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Մենք այդ ձեռագրով չենք շարժվելու, սիրելի հայրենակիցներ, եւ մենք մեր ժողովրդին եւ ձեզ քաղաքացիներին փոխանցելու ենք օբյեկտիվ տեղեկատվություն։ Հիմա այս օրերին, ուրեմն ԱՄՆ փոխնախագահ այցը Հայաստանի Հանրապետություն ուրեմն երկու հիմնական նպատակներ է հետապնդում։ Բնականաբար նպատակներից մեկը դա ուրեմն խաղաղ միջուկային ծրագրի գործարկումն է Հայաստանի Հանրապետությունում եւ կրիտիկական հանքանյութերի ուրեմն հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն արդեն կա նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության հետ, որ ԱՄՆ իր ուրեմն միջոցների հաշվին պետք է ամբողջությամբ սկսի հետազոտել Հայաստանի Հանրապետության ընդերքը։ Հիմա մի կողմից թվում է դա լավ է, հա, եւ ուրեմն մեր ընդերքի այսպես համակողմանի ուրեմն ուսումնասիրություն, հետազոտություն դա անհրաժեշտ է, բայց միևնույն ժամանակ սա ռազմավարական եւ ազգային անվտանգությանը ուրեմն խնդիր է, որ եթե մենք օրինակ լինեինք այն պետությունը, որը ինքը ունենար սեփական միջոցներ եւ սեփական ուրեմն հնարավորություններ իր ընդերքը ամբողջությամբ ուսումնասիրելու եւ դա լիներ միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը, դա հրաշալի կլիներ։ Բայց քանի որ մեր երկրում ցավոք, չգիտեմ, 34 տարի ամեն ինչով զբաղված են եղել տարբեր ժամանակների կառավարությունները, բայց ոչ երբեք ռազմավարական նշանակության խնդիրներ իրենց առջև տնելու, հիմա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են մեր ամբողջ ուրեմն ընդերքը ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչ կարող են դրանից քաղել ուրեմն իրենց համար։ Հիմա միևնույն ժամանակ սիրելի հայրենակիցներ, այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցույթ է հայտարարել ուրեմն Հայաստանի ուրեմն ատոմակայանի ուրեմն մոդուլային բլոկի ստեղծման համար։ Այսինքն այսօր ուրեմն խնդիր է դրել կառավարությունը իր առջև, որ հետագա տարիների համար պետք է ուրեմն մեծամորի ատոմակայանը այլևս դառնա մոդուլային եւ չկրի այն ուրեմն կառուցվածքը, ինչ որ հիմա շահագործվում է։ Միևնույն ժամանակ ուրեմն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը ամբողջությամբ պետք է համապատասխանեցվի Ադրբեջանի էներգետիկ համակարգին եւ միևնույն ժամանակ դուք հիշում եք, որ Իլհամ Ալիևը դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում եւ այսօր էլ պահանջում է Հայաստանի Հանրապետությունից ատոմակայանի
գործունեության դադարեցում։ Ատոմակայանի գործունեության դադարեցումը ուրեմն այդ ժամանակաշրջանում իրենց նպատակահարմար էր այն պատճառով, որպիսի ուրեմն եթե պատերազմական գործողություններ տեղի ունենան եւ իրենք ռազմական ագրեսիա ձեռնարկեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ատոմակայանը բնականաբար տարածաշրջանում այնպիսի գործիք է, որ եթե ատոմակայանի հետ ինչ-որ մի բան լինի, ապա դա Ադրբեջանին էլ ուրեմն կվնասի, Իրանին էլ կվնասի, հարակից Թուրքիային եւ այլ, դրա համար Ադրբեջանին նպատակահարմար է, որպիսի ատոմակայանը Հայաստանի Հանրապետությունում չգործի։ Եվ հիմա ուրեմն անկեղծ ասած այս ծրագիրը մեկնարկել է, այս ծրագիրը ատոմակայանի ուրեմն փակման ծրագիրը ես կարող եմ ասել, որ մեկնարկել է։ Հիմա խնդիր է դրված այդ մոդուլային ուրեմն այդ ձևաչափի անցմանը եւ միևնույն ժամանակ մասնագիտական հանրությունը խոսում է այն մասին, որ դեռևս որևէ երկրում ուրեմն հստակ լիցենզավորում, հստակ ուրեմն ամրապնդվածություն չունեն նման տիպի մոդուլային ուրեմն կայանների ստեղծումը։ Կան նախադեպեր ուրեմն Չինաստանում, կան նախադեպ ենթադրենք Ռուսաստանում, կան նախադեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց թե ուրեմն որքանով է դա իսկապես ուրեմն անվտանգ, որքանով է դա ուրեմն մեր ընդհանուր տնտեսական հնարավորություններին համարժեք, միանշանակ որևէ մեկը ուրեմն որևէ կարծիք այդ մասին չի ուրեմն հաղորդում։ Միևնույն ժամանակ հարգելի հայրենակիցներ, ուրեմն պետք է հասկանանք մի բան, որ մեր էներգետիկ անվտանգությունը եւ էներգետիկ անկախությունը մեր տնտեսության ուրեմն հիմնական եւ կարեւորագույն բաղադրիչն է հանդիսանում։ Եվ ցավոք այս 34 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչով զբաղված էին Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, կներեք, որ անընդհատ այդ հարցը մեջ բերում են, բացի ռազմավարական նշանակության էներգետիկ անվտանգության խնդիր իրենց առջև դնելու եւ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ անկախություն ուրեմն ամրագրելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի էներգետիկ անկախություն եւ հիմա ուրեմն կրկին խնդիր չկա մեր երկրում, ցավոք, քաղաքական ուրեմն շրջանակներում, ես չեմ տեսել, որ գեթ մեկ անգամ մենք այսպես մասնագիտական քննարկում կազմակերպվի, նախաձեռնի որևէ ուրեմն քաղաքական ուժ կամ թեկուզ կառավարությունը, որովհետև սա հուզում է բոլոր ուրեմն լուրջ քաղաքական գործիչներից լուրջ մարդկանց, որ կազմակերպի մի հատ մասնագիտական ուրեմն քննարկում մեր էներգետիկ խնդիրների վերաբերյալ, մեր էներգետիկ անվտանգության վերաբերյալ։ Մենք հասկանանք, տեսնենք, ենթադրենք, որ մասն է, որ արևային էներգիայի ուրեմն վերամշակմամբ մենք ուրեմն արտադրությամբ կարող ենք էներգիա ստանալ, որ մասն է, որ ենթադրենք կարող ենք հիդրոէլեկտրակայանների գործարկմամբ էլեկտրաէներգիա ստանալ, որ մասն է, որ ատոմակայանի գործարկմամբ կարող ենք ուրեմն էներգիա ստանալ, որ մասն է, որ այս մոդուլային ծրագիրը կարող է ապահովել։ Հիմա իմ ձեռքին է, հարգելի հայրենակիցներ, նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության Հայք 2 կառուցման առաջարկների համառոտ ակնարկը։ Ես այս ակնարկը ուրեմն ուսումնասիրեցի, հարգելի հայրենակիցներ, եւ այսպիսի մի խնդիր է տրված ուրեմն ռազմավարական նշանակության, որ ենթադրենք արևային էլեկտրակայանները պետք է լինեն 1000 մեգավատ հզորություն ապահովող, հետո հիդրոէլեկտրակայանները պետք է լինեն 1020 մեգավատ ուրեմն ապահովող, ջերմայինը պետք է լինի 960 մեգավատ եւ ատոմայինը պետք է լինի 1200 մեգավատ։ Եվ հիմա մրցույթ է հայտարարել կառավարությունը այդ մոդուլային բլոկի ստեղծման համար։ Ինչ ձևաչափերով է ուրեմն տեղի ունենում այդ մոդուլային բլոկի կառուցումը, որքան է դա Հայաստանի Հանրապետության հարկատուների եւ բյուջեի վրա նստելու, մեր այսօրվա պարտքի ուրեմն շրջանակներում, երբ որ մենք ունենք ներքին եւ արտաքին պարտք մոտավորապես 13 արդեն միլիարդի հասնող, հա։ Այսինքն այսօր նման խնդիր տնելով, չէ, նման խնդիր երբ որ տրվում է, սա լուրջ ծրագիր է, բնականաբար սա մինչեւ 2040 թվականը ցկվող ծրագիր
է, եւ այս մասին դուք պիտի տեղեկացված լինեք, սիրելի հայրենակիցներ, դուք պիտի տեղեկացված լինեք, որ ձեր երկրում, ուրեմն ատոմային, ուրեմն էներգետիկայի ոլորտում առարկայական փոփոխություններ է պատրաստում մտցնել կառավարությունը, եւ ուրեմն շատերը դա ուրեմն մեկնաբանում են այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը ցկտում է ռուսական, ուրեմն համագործակցության ազդեցությունից լիարժեք կտրվել եւ մտնել արդեն Արևմուտքի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցության շրջանակներ։ Հիմա եկեք մի փոքր խոսենք նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ մեր ունեցած հարաբերությունների ուրեմն շրջանակներում։ Սիրելի հայրենակիցներ, հիմա դուք տեսնում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ուրեմն բավականին այսպես լուրջ ֆինանսական հոսքերով է աչքի ընկնում, չէ՞։ Բնականաբար դա ռազմավարական նշանակության տարածք է, այդ վարձակալությունը միանշանակ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը չի ընդունում, եւ նաեւ ասեմ, որ ես պատրաստել եմ նամակ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության կողմից ուղղված Դոնալդ Թրամփին, դա լինելու է իմ առաջին նամակը ուղղված Դոնալդ Թրամփին, որտեղ մենք շարադրել ենք հետեւյալը, որ մենք համաձայնություն չենք տալիս, ուրեմն այդ 99 տարով վարձակալության սկզբունքներին, մենք համաձայնություն չենք տալիս, որպիսի ուրեմն այդ շահույթը վերաբաշխվի 76-24% համամասնությամբ, որի 24%-ն է պատկանելու Հայաստանի Հանրապետությանը, մենք գտնում ենք, որ ուրեմն այդ պայմանագիրը ապագայում պետք է վերանայվի, եւ եթե ապագայում, այսինքն կոնկրետ 2026 թվականին Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը ձևավորեց կառավարություն, ուրեմն մենք միանշանակ այսօրվանից սկսած ԱՄՆ ուրեմն կառավարությանը մեր նամակը հղում ենք, որ իրենք պատրաստ լինեն, որ դա կարող է վերանայվել եւ նաեւ այդ ուրեմն հնարավորություններին էլ իրենք ուրեմն պատրաստ լինեն, այսինքն ինչ է դուրս գալիս, սիրելի հայրենակիցներ, այստեղ նսեմացվում է ռազմական սպառնալիքի, Ադրբեջանի ռազմական սպառնալիքի, 44-օրյա պատերազմի իրողությունների ուրեմն հետ պատերազմական իրողությունների ֆոնին, այսօրվա գործող վարչապետի, չգիտեմ, նսեմացուցիչ քաղաքականության ուրեմն հիման վրա Հայաստանի Հանրապետության սուվերենությունը ոտնահարվում է, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը տրվում է վարձակալության, այսինքն մեր սուվերեն տարածքը ինչ որ, չգիտեմ, բան է, շինություն է կամ տարածք է, որը մենք տալիս ենք վարձակալության, հա, այսպիսի բան կարելի է հանդուրժել, ժողովուրդ։ Մենք էլի կարող ենք, ուրեմն մենք մեր նամակում հայտարարելու ենք, որ մեր ճանապարհները բաց են, մենք գիտակցում ենք մեր աշխարհաքաղաքական դիրքը միջազգային տնտեսության եւ ընդհանրապես շրջանառության ուրեմն կոնտեքստում, բայց միևնույն ժամանակ մենք համաձայն չենք, որ մեր սուվերեն տարածքը Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է եւ մեր տարածքը դառնա ինչ որ վարձակալության ուրեմն սուբյեկտ եւ ինչ որ մեկ այլ երկիր գա եւ վարձակալի մեր տարածքը։ Դա մեզ համար անընդունելի է, հարգելի հայրենակիցներ, եւ ես կարծում եմ, որ ողջ ժողովրդի համար դա պետք է դառնա անընդունելի։ Մենք պետք է հասկանանք, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը, ուրեմն Եվրոպան, նաեւ ինչու՞ ոչ նաեւ Ռուսաստանը, անկախ նրանից, որ այս պահին հակասություններ կան Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այդ ճանապարհը ռազմավարական նշանակության ճանապարհ է լինելու եւ նաեւ ազդեցության գոտի է լինելու Իրանի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, այս ճանապարհը ունի երկու ուրեմն ակցենտ։ Առաջինը դա քաղաքականն է, երկրորդը դա տնտեսականն է։ Հա, երկու գործոնն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ուրեմն կարևոր են։ Հիմա այստեղ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի ուրեմն վարչակազմի օրոք, ինչպես մենք տեսնում ենք, բավականին ազդեցիկ քաղաքականություն է վարում աշխարհով մեկ, եւ հիմա մեզ հնարավորություններ է ընձեռում, որպեսզի մենք այս ճանապարհը զարգացնենք, ունենանք ուրեմն համապատասխան ներդրումներ եւ այլն, դա շատ լավ է, բայց Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, Հայաստանի Հանրապետության ուրեմն սուբյեկտ, միջազգային իրավունքի սուբյեկտից բխող բոլոր չափորոշիչների ոչ ոտնահարմամբ։ Եթե մենք այսօրվանից սկսած մեզ որպես գործընկեր չներկայացնենք, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ուրեմն շրջանակներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար գործընկեր չհանդիսանա, ապա շատ արագ ուրեմն այս ամեն ինչը կվերածվի վասալային քաղաքականության։
Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները շփումների ընթացքում մեր գործող կառավարության հետ հասկանա, որ այստեղ կառավարություն է, որը ընդամենը մենակ իրեն մտահոգում է իր պարգևավճարների ստացումը, որևէ պետական շահ չի սպասարկում, որևէ ուրեմն այլ շահ չի սպասարկում, բնականաբար այդտեղ գերակշիռ դիրքը զբաղեցնելու է Ադրբեջանը, եւ Ադրբեջանը արդեն նաեւ թելադրող դիրքերում է լինելու եւ երբեք ու երբեք չկա ուրեմն այսպես ընդհանուր խաղաղություն։ Խաղաղությունը լինում է ժամանակավորապես։ Եվ այդ խաղաղությունը կառավարելի է, եթե տվյալ երկրի կառավարությունը իսկապես պետականամետ է եւ մտածում է իր երկրի պետական շահերի մասին։ Իսկ մենք արդեն 8 տարի շարունակ համոզվել ենք, հարգելի հայրենակիցներ, որ մենք ցավոք չունենք այդպիսի կառավարություն, ավելին մենք ունենք անպատասխանատու ուրեմն մի կառավարություն, որը ձախողել է այս 8-ամյա կառավարումը, եւ այս կառավարությունը պետք է հեռանա, իր տեղը զիջելով ուրեմն այն մարդկանց, ովքեր գալիս են երկիրը մասնագիտական կառավարման հենքի վրա դնելու։ Հիմա տեսեք ինչ խնդիր է դրել Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը իր առջև։ Սիրելիներս, 34 տարի մեր երկրում ընտրություններ են տեղի ունենում։ Մեր երկրում ուրեմն 34 տարի արտագաղթ է տեղի ունենում եւ ներգաղթ է տեղի ունենում։ Վերջին ժամանակահատվածում նաեւ մեր երկիր են թափանցել, չգիտեմ, տարբեր իրանցիներ, Իրանի անվանտակ, չգիտեմ, նաեւ ադրբեջանցիներ, ես համոզված եմ, ռուսներ, տարբեր եւ այլ, եւ այդ ամեն ինչը ազդում է, չէ՞, մեր ուրեմն պետության, ուրեմն ընդհանուր ռազմավարության վրա։ Հիմա եթե մենք այդ ընտրական գործընթացների հույսին ենք թողնում մեր երկրի կառավարումը, եւ մենք տեսնում ենք նաեւ, որ քաղաքական դաշտի տխրահռչակ իրողությունը, ցավոք տխրահռչակ իրողությունը նաեւ հիասթափության եզրին է հասցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը, այն աստիճան, որ մարդիկ այլևս պետության հետ իրենց կապը չեն տեսնում, եւ քաղաքականություն բառը դարձել է այսպես արգահատելի մի հատ արտահայտություն, մարդիկ քաղաքականություն բառ լսելիս սարսափահար են լինում, երբ որ ցանկացած երկրում, երբ որ մարդիկ զբաղվում են իրենց հայրենիքի խնդիրներով, իրենց պետության խնդիրներով, ինչը հենց ազգային քաղաքականությունն է, դա պիտի լիներ հայրենանվեր գործ ու մարդիկ պիտի ընդհակառակը ձգտեին դրանով զբաղվել, շահագրգռված լինեին, չէ, բայց այս քաոսը, այս տխրահռչակությունը բերել է նրան, որ մեր այս ընտրությունների գործընթացում այլևս չկա կառավարելիություն մեր ուրեմն պետության ապագայի հետ կապված։ Դրա համար Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը ձևավորել է եռագույն դաշինքը, որի նպատակն է համախմբել մեկ տանիքի շուրջ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բոլոր պետականամետ ուրեմն քաղաքական ուժերին, բոլոր պետականամետ հասարակական կազմակերպություններին, բոլոր պետականամետ մտածողություն ունեցող անհատներին, ամբողջ մասնագիտական հանրությանը, որևէ մեկին դուրս չթողնելով։ Եթե Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ մի ոլորտում խելացի մարդ, կրթված մարդ, ապա մենք միանշանակ շահագրգռված ենք, որպեսզի այդ մարդուն առաջարկենք, եւ ես իմ առաջարկները, բոլոր նրանք, ովքեր իմ առաջարկներին հետևում են, տեսնում են, որ ես իմ առաջարկները ներկայացնում եմ անկախ նրանից նրանք նախկին են, ներկա են, թե այլ են։ Ես իմ առաջարկը ներկայացնում եմ ցանկացած անհատի, ցանկացած անձի, ով ունի կրթվածություն, մասնագիտական եւ ուրեմն կառավարման կենսափորձ եւ այլն եւ այլն։ Ինձ համար դա է կարևորը, որովհետեւ ապագա կառավարությունը, որը որ պետք է մենք միասին ձևավորենք 2026 թվականին, ոչ թե պետք է հիմնված լինի նախկին, ներկա, չգիտեմ ինչ նմանատիպ իրողությունների վրա, այլ պիտի հիմնված լինի մասնագիտական պրոֆեսիոնալիզմի հենքի վրա։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մասնագիտական կենսափորձ, ովքեր այս տարիների ընթացքում պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ ունեն, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են իրենց մասնագիտական կենսափորձը ծառայեցնել պետական ծրագրին, որը մենք ամրագրել ենք Եռագույն դաշինքի հիմնական սկզբունքներում,
որովհետև այդ մասնագիտական ներուժը շատ շատերը նաև իրացրել են հանցավոր համակարգի շրջանակներում եւ այսօր էլ շարունակում են իրացնել։ Դա մեզ համար անընդունելի է, որովհետև եթե դու որպես մասնագետ քո մասնագիտական պոտենցիալը հանցավոր իրողության մեջ ես իրացնում, ուրեմն դու ջուր ես լցնում հանցավոր իրողության զարգացմանը։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը ցավոք դեռ շարունակում է խարխափել հանցավոր ուրեմն պետական համակարգի ներքո, որովհետև ինչ է նշանակում 1 միլիարդ ուրեմն դոլարի պարգևավճար տալ մի կառավարության, որը մեկ աշխատատեղ չի ստեղծել, գեթ մեկ լուրջ տնտեսական արժեք չի ստեղծել, հանձնել է Արցախը, 120,000 մարդկանց թողել է ուրեմն ճակատագրի հույսին, ամբողջ երկրի ուրեմն բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարել է, երկրի իրավական հիմքերը խաթարել է եւ այսօր էլ Հայաստանի Հանրապետության իրավարար փաստաթուղթ անկախության հռչակագիրը, որը նորից եմ կրկնում, այն օրվա իմ եթերում ես ասացի, ունի իմպերատիվ, պարտադիր բնույթ, դա Հայաստանի Հանրապետության որպես պետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի հիմնարար փաստաթուղթն է։ Դրա հենքի վրա է ուրեմն ցանկացած սահմանադրություն կրվում, որևէ մեկը կլինի Գալյան, կլինի Նիկոլ Փաշինյան, կլինի Ալեն Սիմոնյան, կլինի չգիտեմ ինչան, իրավունք չունեն Հայաստանի Հանրապետության ներկա կամ ապագա սահմանադրությունից դուրս հանել ուրեմն անկախության հռչակագիրը։ Հիմա կասեք անկախության հռչակագիրը հակասում է այս պահին գործող դեֆակտո իրողությանը, երբ որ Լեռնային Ղարաբաղը այլևս Ադրբեջան է։ Հիմա ինչ, այս պահին հակասում է, որովհետև մենք դեֆակտո ունենք այս իրողությունը։ Ինչ անենք, Ադրբեջանի շահերը սպասարկելու համար մեր պետության պետական շահերը իջեցնենք, չգիտեմ, նկուղային մակարդակի, ամբողջ միջազգային հանրությանը, բոլորին ցույց տանք, որ մենք որպես պետություն կներեք, փալասենք, ոչ մի իրավական հիմք չունենք, մեր իրավարար փաստաթուղթը պատրաստենք, այսպես քամահրանքի ենթարկել, մի վայրկյանում դեն նետել աղբամանը, պատմության աղբամանը նետել եւ ուրեմն նոր մի հատ ինչ-որ սահմանադրություն գրել, որը կբավարարի Ադրբեջանի, սա է մեր ծեռագիրը։ Ինչ է կարծում, այս ծեռագրով որևէ մեկը մեզ կհարգի, հարգելի հայրենակիցներ։ Այս ծեռագրով մեր ժողովուրդը հարգանք կունենա։ Իհարկե ոչ։ Ուրեմն մեզ հարկավոր է մոտ ապագայում ձևավորել մի կառավարություն, որը հասկանալի է, այսօրվա իրողությունները այլ են։ Մենք չենք կարող այսօրվա իրողությունների հետ հաշվի չնստել։ Եվ պետք է հասկանանք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը այս պահին այս իրողության մեջ է գտնվում եւ մեզ համար այս պահին առարկայական է մեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուրեմն արցախցիների, արցախահայության իրավունքների պաշտպանությունը, որը ես այն օրը տեսա, որ ուրեմն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում Եվրամիության ներկայացուցչի հետ համապատասխան երկրի ներկայացուցչի հետ հանդիպում էր տեղի ունեցել եւ նրանք խոսում են այն մասին, որ պատրաստակամ են գործողություններ ձեռնարկել, որ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը, արցախահայությունը վերադառնա Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը չի ողջունում այդ գաղափարը։ Մենք գտնում ենք, որ դա լուրջ վտանգներով է հղի։ Մենք գտնում ենք, որ դա լուրջ ուրեմն նոր մարտահրավերներով է հղի։ Եվ դա լուրջ գործիք է հանդիսանալու կրկին Ադրբեջանի ձեռքին, մահակ է հանդիսանալու Ադրբեջանի ձեռքին, որը անընդհատ կարող է թափ տալ Հայաստանի Հանրապետությանը համապատասխան ուրեմն զիջումներ, Հայաստանի Հանրապետությանը տարբեր պարտադրանքներ ներկայացնելու համար, որովհետև նորից այդ ժողովուրդը, այդ 120,000 հայը բռնազավթված է մնալու ադրբեջանական ղեկավարության շրջանակներում։ Մենք ինչպես ենք պատկերացնում այդ 120,000 մարդկանց վերադարձը։ Ուստի այսօրվա ուրեմն քոչարյանական այն շրջանակները, խորհրդարանական այդ կեղծ ընդդիմությունը, որը այսպես Արցախի դրոշը մենակ այսպես դնելով խոսում է մարդկանց ուղեղները լվալով Արցախահայությանը հույսեր տալով խոսում են մասին, որ պետք է վերադառնան, պետք է չգիտեմ ինչ եւ այլն, ենթադրենք վերադարձան։ Հետո ժողովուրդ ջան, եկեք իրատես լինենք, էլի։ Վերադարձան, աշխատանքով ապահովված լինելու են։ Իրավունքները այդ մարդկանց պաշտպանված լինելու է։
Այդ մարդկանց ուրեմն բնակության համապատասխան պայմանները հնարավորություն տալու են, որ այդ մարդիկ գնան իրենց բնակության վայրերում ապրեն։ Եվ ինչ է դուրս գալիս, որ 120,000 հայ գերադասում է գնալ Ադրբեջանի ուրեմն կառավարության օրոք ապրել եւ ոչ Հայաստանի Հանրապետության, հա, սա ինչ է ժողովուրդ։ Կարելի է նման, ասենք, իրողության մեջ գտնվել եւ թույլ տալ, որ այսօրվա խորհրդարանական այս կեղծ ընդդիմությունը, քոչարյանական ընդդիմությունը, գլխավորապես, որովհետեւ այդ դաշնակա, չգիտեմ ինչական այդ կեղծ այդ բաները, որ տեղի են ունենում, այդ շոուները, հա, դրանք բերեն այդ օրակարգը, արցախայության ուղեղները լվան եւ նորից այդ մարդկանց տանեն գցեն ադրբեջանցիների ուրեմն ձեռքը, որ մի հատ էլ բան Սումգայիթ ու Բաքվի ջարդ տեղի ունենա։ Հա, սա է մեր նպատակը։ Թե մեր նպատակն է այս պահին մեր Հայաստանի Հանրապետության կայունությունը ապահովել, այդ խնդիրներին դեռ անդրադարձ կլինի, բայց այս պահին Հայաստանի Հանրապետության կայունության ապահովման խնդիր ունենք մենք դրված եւ նաեւ Ռուսաստանի Դաշնության մասին խոսեցի եւ կիսատ մնաց, ցավոք, ուրեմն 44-օրյա պատերազմական իրողությունների ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ ընդհանրապես 0 էր, 0 եւ Ռուսաստանի Դաշնության հետ էլ հակասություններ էր անընդհատ գեներացնում, Ռուսաստանի Դաշնությունը լուրջ ճակատագրական սխալ թույլ տվեց եւ ուրեմն թույլ տվեց, որ ուրեմն այս իրողությունը հասունանա։ Եվ այսօր արդեն Հայաստանը ընթանում է մեկ այլ ճանապարհով եւ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք երբևիցե Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում գետ մեկ առարկայական ֆինանսական հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել։ Ժողովուրդ ջան, եկեք նորմալ իրատես խոսենք, էլի, ես դեմ չեմ Ռուսաստանի Դաշնությանը ոչ ղեկավարությանը, ոչ որևէ մեկին։ Եկեք համեմատականներ անցկացնենք։ Տարիներ շարունակ Եվրամիությունը լուրջ ֆինանսական միջոցներ է ներդրել տարբեր այստեղ ենթակառուցվածքների զարգացման առումով, տարբեր գյուղատնտեսության առումով, հասարակական կազմակերպություններ, կառավարության տարբեր ծրագրեր։ Ռուսաստանի Դաշնությունից գետ մեկ լումա Հայաստանի Հանրապետության զարգացման համար մենք չենք տեսել։ Ռուսաստանի Դաշնությունը տարբեր ժամանակների ուրեմն հանցավոր համակարգի կառավարություններին պահել է որպես վասալ, Սերժիկ Սարգսյանին ասել է ինչ պիտի արվի, Սերժիկ Սարգսյանը արել է, Քոչարյանը այդ, չգիտեմ, կեղծ ընկերություն խաղալով եւ այլն գույք պարտքի դիմաց այդ բոլոր ենթակառուցվածքները ամեն ինչ տվել է Ռուսաստանին ու էլի մեզ դարձրել է Ռուսաստանի կցորդը եւ այսպես ճակերտավոր կայունություն է ապահովել եւ ճակերտավոր խաղաղություն է ապահովել։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում ընդհանրապես փոշիացվել է մեր ամբողջ արդյունաբերական ներուժը եւ մեր ամբողջ ուրեմն տնտեսությունը եւ հիմա այս պարագայում այդպիսին է եղել Ռուսաստանի ձեռագիր։ Հիմա կասեք Ռուսաստանն է մեղավոր, ինչ որտեղ Ռուսաստանը մեղավոր չէ, ինչ որտեղ մեղավոր է այդ բոլոր ժամանակների կառավարությունները եւ այդ կառավարության ղեկավարները։ Այդ լավ տղաները, օրինակ Քոչարյանը, որ հայտարարում է, որ ես համարում եմ, որ ինձանից լավ ոչ մեկ չի կառավարելու երկիրը, մենք պետք է իրեն ասենք, որ Ռոբերտ դա քո սուբյեկտիվ կարծիքն է ընդամենը եւ ուրիշ ոչինչ։ Դա քո սուբյեկտիվ կարծիքն է եւ այս 8 տարիների քո վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում որպես ընդդիմություն ցույց տվեց քո ուրեմն կառավարման ձեռագիրը։ Ինչ է տեղի ունեցել, քոքը մաշեցնել, քոքը մաշեցրին այնքան, շատ լավ հասկանալով, որ մենք այսօր ունենք մի ապիկար ղեկավարություն, այնպես քոքը մաշեցրեցին, որ կորցրեցինք Արցախը։ Կորցրեցինք ամեն ինչ, կորցրեցինք մեր երկրի հեղինակությունը։ Իրենց գերխնդիրն էր մենակ Նիկոլ Փաշինյանի քոքը մաշեցնելը, կառավարությանը գահընկեց անելը, իսկ երկրի պետական շահերը Քոչարյանին չէր հետաքրքրում։ Հիմա այդ մարդը 8 տարի շարունակ, որ այդ գործելավոճն է դրսևորել, հա, հիմա հայտարարում է, որ ինքը համարում է, որ ինքը ամենալավը կկառավարի երկիրը։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, հիմա ավելի ապագային միտված նայելով, սիրելիներս, ուրեմն մեր երկրում կան կուսակցություններ, որոնց մեջ կա առողջ ներուժ։ Եվ եթե
2026 թվականի այս փետրվար ամսվա ընթացքում դա պիտի որոշվի։ Այն բոլոր կուսակցությունների հետ, ում հետ մենք կուլիսային բանակցությունների մեջ ենք։ Այն բոլոր ուրեմն անհատների հետ, ում հետ մենք կուլիսային բանակցությունների մեջ ենք։ Եթե մենք, սիրելիներս, համախմբվենք եւ այդ ամենին տանք արդեն ինստիտուցիոնալ ձեռագիր, եռագույն դաշինքի շրջանակներում, որ այս մոտ 7-8 կուսակցություն, այսքան ՀԿ, բոլոր ամբիցիաները մի կողմ են դրել եւ հանուն երկրի, հանուն պետականության եկել են միավորվել են, որպիսի 2026 թվականին հաղթանակ գրանցեն։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ հաղթանակը մերն է լինելու։ Եվ եթե այդ մարդիկ ուրեմն տան հնարավորություն, որ այդ ուրեմն դաշինքը ամբողջությամբ ղեկավարի Անի Զախարյանը, կանք այդ համաձայնության, ապա ես ձեզ հավաստիացնում եմ, որ 2026 թվականի հունիսին հաղթանակը մերն է լինելու։ Իսկ եթե ոչ, սիրելի հայրենակիցներ, ապա այդտեղ մի քիչ ես տատանվում եմ։ Ես չեմ կարող ասել, որ հաղթանակը մերն է լինելու։ Եվ միևնույն ժամանակ, հարգելի հայրենակիցներ, յուրաքանչյուր քաղաքական ուժ, երբ որ ձևավորվում է կուսակցություն, դե խմբեր, կուսակցությունը պայմանական, որտեղ այսօր Հայաստանում բոլոր կուսակցություններն են պայմանական, իրենք պետք է հասկանան, որ երկրի վարչապետության ձգտելու համար գոյություն ունեն չափանիշներ։ Եթե մարդը այդ չափանիշներին չի համապատասխանում, ավելի լավ կլինի, այսպես այդ չափանիշ կա, չդառնա եւս մեկ հերթական Նիկոլ Փաշինյան, որը չգիտակցեց, որ ինքը ընդհանրապես վարչապետ լինելու դերում չի կարող հանդես գալ։ Իր ուրեմն համապատասխան ձևաչափը, իր ներուժը բերի համախմբենք, հասկանան, որ երկրում կա պետականամետ գործիչ հանձինս Անի Զախարյանի, որը ամբողջ մասնագիտական հանրությանը այսօր քիչ-քիչ ուրեմն կոնսոլիդացնում է մեկ պետական ազգային ծրագրի շրջանակներում եւ այդ մարդկանց տալիս է կանաչ ճանապարհ, տալիս է ամեն ինչ, որ այդ մարդիկ ազատ գործեն ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ մեր հայ ժողովրդի, եթե մենք գանք այդ ուրեմն համաձայնության, ապա ես նորից եմ կրկնում, ես ձեզ երաշխավորում եմ, որ որքան էլ պնդեն, որ հայ ժողովուրդը դեգրադացված է, հայ ժողովուրդը վաճառվող է, հայ ժողովուրդը ծախված է, չգիտեմ ինչ եւ այլն, ժողովրդին այս օրին բերեն հասցրել են բոլոր ժամանակների հանցավոր կառավարությունները։ Դուք մի հատ հիշեք 88 թվականի ժողովրդին, դուք մի հատ հիշեք 2018 թվականի ժողովրդին, որը թեկուզ խաբվելով, բայց էլի ոտքի էր կանգնե, եւ հիմա էլ, եթե ձևավորվի այդ հզոր պետականամետ ալիքը, դրան գումարվի սփյուռքը, դա այդ ամեն ինչը դառնա մի մարմին, ես համոզված եմ, որ ժողովուրդը կրկին իր խոսքը ասելու է եւ ժողովուրդը կրկին կանգնելու է պետականամետ ուժի կողքին։ Բնականաբար հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այն անձն է, որը ամեն ինչ անելու է կրկին ժողովրդին մանիպուլացնելու համար։ Նախկին ու ներկա այդ բանավեճի շրջանակներում ամեն ինչ անելու են, որպեսզի տեղեկատվական բլոկադան շարունակվի, որպեսզի Պետրոսի հաղորդումը, հանրային հեռուստաընկերության ուրեմն հաղորդաշարերը դառնան միայն իրենց ուրեմն սպասարկող քաղաքական գործիք։ Մեր բոլորիս հարկերի հաշվին ուրեմն գործող հանրային հեռուստաընկերությունը դառնա լոկ ՔՊ-ի ուրեմն խոսափողը։ Ամեն ինչ անելու են, բայց դրանով հանդերձ, եթե մենք ձևավորենք մի հատ լուրջ մասնագիտական ուրեմն համախումբ, ակտիվիստների խումբ, եւ այստեղ մեծ դերակատարություն ունեն երիտասարդները, եւ բոլոր այն երիտասարդները, ովքեր ուզում են իրենց ապագան լինի կայուն, ովքեր ուզում են իրենց ապագան լինի առաջադեմ, ովքեր ուզում են իրենց ապագան լինի կառուցողական, մի ծրագրի շրջանակներում։ Այսօր մենք պատկերացրեք հիմք ենք դնում Հայաստանի Հանրապետության վերակառուցման։ Այդ ծրագրի հիմքերը շատ ամուր պիտի լինեն, այդ ծրագիրը պիտի ունենա ռազմավարական տեսլական 5 տարվա, 10 տարվա, 15 տարվա, բոլոր ազգային անվտանգության բոլոր հիմնախնդիրները հաշվի առնելով, այդ ծրագիրը պիտի լինի իրատեսական եւ ոչ այսպես, չգիտեմ, այն հայկական բաներով, որ այսպես կգնանք, այս կգրավենք, այն կգրավենք, այս կանենք, այն կանենք, այդպիսինը չպետք է լինի, այն պետք է լինի իրատեսական, հաշվի առնելով առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերը, տարածաշրջանի շահերը, գերտերությունների շահերը, որ
որքանով են այդ գերտերությունների շահերը համընկնում Հայաստանի Հանրապետության շահերի հետ, եւ մենք սկսենք բոլոր ուրեմն ուղղություններով երկխոսել եւ մեր պետությունը դնել վերջապես պետական հունի մեջ, որ ոչ թե մեր պետությունը լինի, չգիտեմ, այսպես կամահրական վիճակում, ինչպես այսօր է, այլ մեզ հետ հաշվի նստեն, ի հեճուկս նրա, որ հա, մենք փոքր ազգաբնակչություն ունեցող ուրեմն երկիր ենք, բայց միևնույն ժամանակ հզոր ուրեմն պատմական անցյալ ունեցող երկիր ենք, եւ այսօր էլ ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այն ազգային ներուժը, որը կարող է միջազգային հանրության հետ հավասարը հավասարին խոսել, որը կարող է միջազգային հանրության կամ միջազգային գործընկերների հետ լինել գործընկեր եւ ոչ վասալ եւ ոչ ծառա։ Իսկ դրա հիմքերը այսօր են դրվում, սիրելիներս, այս պահից սկսած ընտրությունների օրը այլևս սահմանված է, այս պահից սկսած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գործելավոճից է կախված, ինչպիսինը կլինի 2026 թվականը։ Միևնույն ժամանակ նաև Սփյուռքի մեր գործիչներից եւ Սփյուռքի հանրությունից է կախված, ինչպիսին կլինի 2026 թվականը։ Եթե մենք այսպես, չգիտեմ, հանձնվողական դիրքերով պիտի լինենք, եթե մենք պիտի այսպես չհավատանք, ասենք, չէ, լավ է, թողնենք 2026 թվականից հետո հələ տեսնենք ինչ կորոշվի եւ այլն, ոչ։ 10 օրում, եթե հայ ազգը համախմբվի, 10 օրում մենք կարող ենք խնդիր լուծել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչն է մեզ պահում այդ համախմբման։ Եվ ուրեմն ավարտելով իմ այսօրվա եթերը, սիրելի հայրենակիցներ, ես կոչ եմ անում համախմբվել եռագույն դաշինքի ուրեմն շուրջ, գումարվել, յուրաքանչյուրիս ներուժը ծառայեցնել մեր պետության վերակառուցմանը, թող մեր շրջանակներում լինեն 3 վարչապետ, 4 վարչապետ, 5 վարչապետ, 10 վարչապետ, բայց գումարվենք։ Ես պատրաստ եմ, ես անձի խնդիր չեմ դնում այստեղ։ Էլի մարդը գտնում է, որ ենթադրենք ինքը պիտի դա լինի վարչապետ, թող լինի, բայց թող գա պետական ծրագրի կողքին կանգնի, թող ապացուցի, որ իր խնդիրը ոչ թե վարչապետությունն է, այլ պետական շահերն են, իսկ պետական շահերը ինչ են թելադրում, պետական շահերը ինչ են հրամայում, գումարվել մեկ ազգային ռազմավարական ծրագրի շուրջ։ Իսկ ովքեր դա չեն անի, ուրեմն նրանք հակապետական ուժեր են եւ ժողովուրդը նրանց պետք է տա իր գնահատական բոլոր այն ուժերը, ովքեր այդ գումարմանը, համախմբմանը չեն գնա, ինչ տարբեր, չգիտեմ, ինչ պատճառներ բռնելով, չգիտեմ, սրան չեմ սիրում, նրան չեմ սիրում, սրա հետ այնքան է լավ չեմ, այն նրա հետ այնքան է լավ չեմ, ստեղ մենք անձնային խնդիրներ չենք լուծում։ Այս process-ը ղեկավարում է մի կին քաղաքական գործիչ, որը հստակ դնում է սկզբունքը հետևյալն է, ծրագիրն է, պրոֆեսիոնալիզմն է։ Մենք բոլորս ծառայում ենք ծրագրին, սկսած ինձանից, վերջացրած մնացած ուրեմն մեր թիմակիցներով։ Ամրապնդում ենք մեր պետական հիմքերը։ Հիմա դու գալիս ես ամրապնդելու պետական հիմքերը, անկախ նրանից, որ չգիտեմ, ես ինչան, ես ինչին այդքան էլ չես սիրում, թե չես գալիս, թե քեզ համար ավելի կարևոր է, որ դու ես ինչան, ես ինչին սիրես կամ չսիրես։ Այսպես սիրելիներս, ուրեմն ի գործ, ի համախմբում, ի դեպի նոր ուրեմն ապագա, դեպի նոր կառավարության ձևավորում, որովհետև նորից թույլ տալ, որ այս կառավարությունը ուրեմն շարունակի ղեկավարել, դա կներեք կլինի այսպես անմեղ սունակություն։ Դուք արդեն տեսել եք այս կառավարության ձեռագիրը։ Եթե մենք չունենայինք այլընտրանքը լիներ ենթադրենք նախկինները, ես ինչ որտեղ կհասկանայի, բայց մենք այսօր արդեն հանձինս Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության, հանձինս Եռագույն դաշինքի, մենք ունենք արդեն այդ այլընտրանքը։ Եվ ուրեմն ինչ է մնում, բոլորս մեր ամբիցիաները մի կողմ դնենք, կարողանանք գտնել արվեստը քաղաքական հանրային ճիշտ կապեր ձևավորելու, միմյանց հետ աշխատելու այդ այսպես արվեստին տիրապետենք, ինչ որտեղ միտեղ մեկը զիջի, միտեղ մյուսը զիջի եւ այլն եւ նոր արդյունք տանք։ Ամեն ինչ կախված է մեզանից։
Մենք սկսել ենք այդ գործընթացը, մնացած արդեն մեր Հայաստանի Հանրապետության հանրությանն է, մասնագիտական շրջանակներին է, մենք ուրեմն այս շաբաթվանից սկսած էլի բոլոր մասնագիտական շրջանակների հետ հանդիպումները տեղի են ունենալու, զանգերի միջոցով, զրույցների միջոցով, բոլոր մարզեր եւ այլն, մենք այդ գործընթացը սկսել ենք, բայց գործընթացը պետք է լինի զուգահեռ, ոչ միայն մենք պիտի ընդառաջ գանք, այլ նաեւ հանրության գիտակցությունը պիտի արթնանա, որ այս քնած վիճակից պիտի դուրս գալ։ Այսքանը հարգելիներս, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու եւ հուսով եմ, որ 2026 թվականին մենք կունենանք նոր Հայաստանի Հանրապետության ազգային կառավարություն, նոր դեմքեր, նոր ծրագրեր, նոր ասելիք, նոր ուրեմն հաղթանակներ։ Այսքանը շնորհակալ եմ ուշադրության համար։